Շնորհակալություն։ Արգելի խորհրդարան, միանգամից ասեմ, որ մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Մեր տեսակետն է, որ իսկապես մարտի 1-ը դա ծանրագույն խարան է մեզանից յուրաքանչյուրից ճակատին, պետականության կենսագրությանը, եւ նա քանի դեռ չի բացահայտվել այս հանցագործությունը, կազմակերպիչները, իրականացնողները իր մեջ ունի պոտենցիալ վտանգ կրկնվելու համար, առավել ևս երբ գիտենք ինչ սոցիալ-քաղաքական բարոյահոգեբանական մթնոլորտում է ապրում այսօր մեր պետությունը։ Ասեմ, որ անկեղծ չի ուզում ելույթ ունենալ, բայց հարց պատասխանի հատկապես վերջին ելույթների ժամանակ ես ինչ կմեղադրեի, եթե ելույթ չունենայի, որովհետև իսկապես եղավ մի ելույթ, որը կարծում եմ ամենավտանգավորն էր, որը հիշելով 95-96 թվերը ասեց դուք արել եք անկախ պաթոսից խոսքի, հիմա էլ մենք ենք անում։ Եվ սա շարունակվելու է։ Շարունակվելու է սա։ Բայց նաև պետք է ասել, որ անկեղծության պակաս կա այս նախագծում, որովհետև գլխավոր զեկուցողը լինելով իրավաբան, կարծում եմ հստակ գիտի, որ իրավաբանության փիլիսոփայության անկյունաքարերից մեկը որևէ հանցագործություն տեսնել պատճառը հետևանքային կապի մեջ։ Մարտի 1-ը հետևանք է։ Հետևանք է։ Ճիշտ կլիներ ասել, օրինակ, երբ ծնվեցին այդ դիպուկահարները, այդ ինչ երկունքի ցավեր էին քաղաքական, որ ծանեցին այդ դիպուկահարներին, ով ծանեց դրանց։ Ինչու են այդ դիպուկահարները միշտ պահանջված օրվա քաղաքական իշխանությանը։ Այդ այս անկեղծությամբ դրվի, կարծում եմ մենք շատ մեծ գործարած կլինենք, որտեղ ճշմարտությունը չի կարող լինել ռեֆլեկտորային, իրադրային։ Եվ միայն ամբողջական ճշմարտությունն է, որ կարող է խոսել ճշմարտության մասին եւ բացահայտել դա։ Որովհետեւ իսատ ճշմարտությունը դա ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես կեղծիքն ու սուտը։ Իսկ մենք ցավոք սրտի ապրում ենք իսատ ճշմարտությունների ժամանակներում։ Եվ չի երևում, որ ամբողջական ճշմարտությունը երբևէ կհաղթի։ Ես օրինակ հիշում եմ ոնց ծնվեցին այդ դիպուկահարները, ես ականատես էի դրան եւ չեմ կարող չասել։ Օրն էլ կարող եմ ասել ամիսներ։ Ես կարող եմ ասել, թե առաջին վիրավորը ով էր։ Առաջին վիրավորը մեր հրաշալի գործընկեր, մեր պարլամենտական կենսագրության լավագույն ինտելեկտուալներից մեկն էր Վահան Հովհաննիսյանը, որը ոտքից վիրավորվեց օպերայի հրապարակում։ Այնուհետև հիշում եմ, թե ինչպես սև կոստյումներով եւ սպիտակ վերնաշապիկով տղեկ մատան անդեն սկսեցին կրակել, օդ կրակել։ Ինչպես ամեն մի նոր ծնունդ բնության մեջ, այնպես էլ հրեշը, վիշապը, որ նոր ծնվում է, դեռ չգիտի ինքը ինչի է ծնվել, ինչ պիտի օգտագործվի։ Այդքան վտանգավոր չի, դրա համար դեռ նրանք նշանառու չէին, ուղիղ ճակատին չէին կրակում։ Նրանք պետք է աճեին։ 12 տարի հետո նրանք արթնացան, այդ հրեշները ավելի առնականացան եւ ուղիղ ճակատին խփեցին։ Ես մի անգամ ասել եմ բումերանգի տրամաբանության մասին։ Բումերանգը սարսափելի հատկանիշ է, որ շպրտում է այդ բումերանգը։ Այնուհետև հետ է գալիս, ինչքան ուշ է հետ գալիս, արված շատ ուժեղ է լինում։ Եվ երբ 95-96 թվականին հետած բումերանգը հետ եկավ, շատ դաժանորեն հարվածեց ճակատին եւ անմեղ 10 զոհ ունեցանք։ Եվ գիտեք ինչ է այստեղ հարցը։ Ես շատ ցավով եմ ասում, որ ճակատագրի հեգնանքով միշտ այդպես է լինում։ Ես վստահ եմ, եթե այսօր մեծամասնությունը չքվեարկի, այսօրվա ձեր նետած բումերանգը մի 10-12 տարի հետո է գալու է եւ էլի խփելու է ձեր ճակատին։ Եվ ավելի շատ զոհեր կունենանք։ Չեմ ուզում որևէ մեկին ցավացնեմ, ուզում եմ ես ընդհանրապես այս հարցության մեջ տեսնել, թե մենք ինչ կարող ենք անել։ Մի նեղացեք։ Իրենք 20 տարի հետո դա կզգան, եթե այսօր դեմ քվեարկեն։ Ես շատ լավ հասկանում եմ ինչու։ Հարգելի Գագիկ Ջահանգիրյանը այո տուժված էր։ Շատ դաժան փորձությունների ենթարկվեց։ Մի բառ պիտի օգտագործեմ կներեք։ Այդ սերիկայությունը էր քաղաքական ընդդիմադիր գործին պատժում են նաև նրա հարազատներին եղբորը։ Շատ ծանր էր։ Իմ մաշկի վրա ես զգացել եմ։ Զգացել եմ, երբ 96 թվականի ձմռանը գիշերը ժամը 4-ին իմ հայրական տուն են մտնում 5 ավտոմատավոր եւ ուզում են ավտոմատ կալաշնիկով անել երեխեքի թորների բարձր տակից, բան չէին գտնում։ Բարեբախտաբար մայրս ու մորով էր այդ գամփր փողգնդապետին, որը ուղեկցում էր նրանց,
ասել էր տղա ջան, որ դատարկ ձեռով չգնաս, դե քյավարցուտուն է, մի քանի շիշ արաղ ա եղել, ասել է մի երկու շիշը վերցրու, որպես սառը զենք կներկայացնես։ Այդ գամքրն էլ ասել է սառը զենքը առայժմ սառը օղիները սառը զենքի ցուցակում չկա։ Մենք ունենք, սա է մեր իրականից, մենք այստեղ ենք ապրում, այսօր շատ-շատերն են տուժում ընդդիմության ներկայացուցիչների հարազատներից, որոնք ընդհանրեն ընդդիմության ներկայացության հարազատներ են։ Ի վերջո երբ պիտի խելքի գանք։ Գիտեք, մեր քաղաքական մշակույթում լուրջ զարգացում կապրեր, եթե իսկապես պարոն Ջահանգիրյանը, որը եղել է 95-96 թվականի գլխավոր պատասխանատուներից մեկը այդ ընտրությունների կեղծելու, այստեղ տղամարդավարի ասել, որ գիտեք, արգելի մեծամասնություն սխալվեր ենք։ Գիտեք, նոր էր իշխանությունը, մենք գիտեինք, թե կարող էինք այդ դիպուկահարներով պահել եւ հավերժ պահել իշխանությունը։ Հասկացեք, ներողություն եմ խնդրում, սխալվել ենք։ Եկեք մեր սխալը մի կրկնեք, եկեք միասին գնանք նորմալ պետություն կառուցել։ Չի ասել։ Վստահ եմ, ես կծափարեի, չնայած այստեղ ծափարել չի թույլատրվում։ Դա իսկապես էվրիկա կլներ մեր քաղաքական մշակույթի զարգացման մակարդակի հետ կապված։ Մենք դրա կարիքը ունենք։ Այդ ռեֆլեկտորային ճշմարտությունը, կիսա ճշմարտությունները մեզ ոչ միտեղ չի տանում։ Եկեք հասկանանք սա։ Մենք մնում ենք գործընկերներ պետք է գնանք, բայց եկեք անկեղծ ինքը մի քիչ ապահովենք, որ ինքներս խաբված չզգանք։ Հիմա վերադառնամ մեծամասնությանը։ Արգելի մեծամասնություն, ինչ խղճով պիտի դու դեմ քվեարկեք այս նախագծին։ Հələ մի կողմ թողեք ձեր այդ սրտաճմլիկ ձևակերպումները։ Ինչ խղճով պիտի դեմ քվեարկեք։ Ինչ պիտի ասեք։ Ես ուշադիր լսում էի ձեզ, ախր դու որ դուրս գաք ասել, ինչու եք դեմ քվեարկելու։ Ախր ոնց պիտի դուք բացատրեք ինչու։ Համաձայն եմ գործընկերոջդ, որ ասում եք քաղաքական արդյունից անենք։ Եղբայր քաղաքական արդյունից դուրս գա այն ժամանակ, եթե քաղաքական մեծամասնությունը որոշում ընդունի, որ քաղաքականապես չճնշի եւ թույլ տա, որ այս ողբերգությունը մնա իրավական դաշտում։ 10 հոգու սպանություն բոլորի աչքի առաջ կատարված չեն կարողանում բացահայտել։ Ոչ, որովհետև քաղաքական կամք չկա։ Չկա այդ քաղաքական կամքը։ Մեկ-մեկ կային այստեղ, չեմ ուզում ցիտել, որ իսկապես ասում են, երբ պիտի հասկանանք, որ պետք է ավտոմատը չմտնի ընտրատեղամաս։ Երբ պիտի հասկանան։ Երբ պիտի օրվա իշխանությունը 95-ից կա հասկանա, որ չի կարելի թույլ տալ ավտոմատը մտցնել ընտրական տեղամաս կամ ազատության հրապարակ։ Չկա այդ հասկացողությունը, ինչի մասին ենք խոսում։ Ես վստահ եմ հիմա քիչ հետո մեր գործընկեր Գալուս Սահակյանը կանգնի այստեղ, լինելով լեզվի գրականության ուսուցիչ, շատ հրաշալի երկար ստորադասական բարձ ստորադասական նախադասություն կասի մի քանի դերբայական դարձվածներով համեմված, բայց այդպես էլ չի ասի ինչի չի ուզում որ բացահայտվի։ Էլ լավ եղավ։ Մենք չարգենք իրար, որ մենք անկեղծորեն իրար հետ խոսում ենք։ Հիմա որ կուլիսներում գնանք, նույն կասեն քիչ առաջ որ ասաց այդ վտանգավոր ելույթ ունեցողներին, այն արևելյան իմաստություն կա, ասում է ձերը ադաթը մերը ղեյբաթ է։ Էսա կուլիսներում արդարացում միայն սա է, ուրիշ տրամաբանական արդարացում դուք չունեք, դա եք ասում։ Որը մեկ այլ ժարգոնում ընդունված է։ Բայց դա չի մեր ցանկությունը։ Եկեք համաձայնվեք, արգելիներս, որ դա մեր ճանապարհը չի, որովհետև անկեղծ ասած չէի ցանկանա, բայց շատ հնարավոր է, որ մեր երեխաները լինեին այդ 10-ի մեջ։ Շատ հնարավոր է, որ 15 տարի հետո մեր եւ ձեր թորները լինեն այդտեղ։ Այս անգամ գլուխներից կխփենք, ասենք, ինչ հիմարություն արեցին, որ չկարողացան ժամանակին կանխել։ Գիտեք, անգլիական մի իմաստություն կա, ասում է, լավ կլինի, որ սեփական ուրիշների սխալների վրա սովորեք։ Եթե ուրիշների սխալների վրա չեք սովորում, գոնե ձեր սխալների վրա սովորեք եւ վատ բառ է օգտագործում բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում գոնե իրենց սխալների վրա սովորել։ Եկեք արգենք այս ամբիոնը։ Ես հիշում եմ, այդ դիպուկարներից ոչ չէին տարբերվում։ Նրանք, ովքեր այստեղ կանգնած Շավարժ Քոչարյանին ատամները ջարդեցին։ Այդ լղարի տղամարդը թողնել ինձ Շավարժը, եկել էր իր մեր ձեռքերով պաշտպանում էր թվները ընտրողների, բայց եկան բերան ջարդեցին, ասի դու ինչ գործ ունես, թող իշխանություն ենք պահում։ Ինչ էր այդ դիպուկահարներից ինչով էր տարբերվում, կամ դիպուկահարներից ինչով են տարբերվում նրանք, ովքեր կեղծում են ընտրությունները այսօր եւ մարդիկ փախչում են Հայաստանից, այն վերևում ինչ որ շատ են խոսում։ Փախչում են Հայաստանից։ Դուք եք խմբակցություններով իրար հետ համագործակցում, մենք ինչ անենք, ասա թող լսեն, համեցեք։ Մի օր առաջ էլ ղրիվում են հայ գնդակահարել, այս նույն այստեղից գնացածները, որովհետև կեղծում են ընտրությունները, նրանք էլ դիպուկահարների զոհեր են։ Եվ հերիք է փարիսեություն անել, չհասկանալ թե ինչ ողբերգության մեջ ենք մենք գտնվում։
Եվ քանի դեռ մենք չենք հասկացել սա, մենք միշտ ապրելու ենք այս ողբերգության մեջ։ Մի քանի օր առաջ Հանրապետության նախագահը երկրապահների համագումարում ասաց, որ կան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր իրենց կեցվածքով ցեխ են շպրտում պետության եւ իշխանությունների վրա։ Սա այն դեպքերից է, որ ամբողջությամբ համաձայն եմ։ Ես էլ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կեղծել են, ովքեր գնդակահարել են մարդկանց, ովքեր իշխանությունը պահելու համար պատրաստ են վարի տալ պետությունը, դրանք ուշի ցեխ են շպրտում։ Ցեխ շպրտելը դա երեխայական քմահաճույք է։ Դրանք սղոցում են պետականության ողնաշարը, դրանք ուղղակիորեն կրակում են պետականության վրա, այդ դրանցից պետք է ազատվել։ Եվ եթե չի գիտակցում մեծամասնությունը, որ սղոցում է այսօր պետականության ողնաշարը, պետք է ազատվել ձեզանից։ Եվ ընկերներ, որտեղ նստած մի քիչ վատ եք ձեզ զգում, ես գտնում, որ միասին պիտի այդ գործը անենք, պիտի ազնիվ լինենք, բայց պիտի միասին այդ գործը բայց անենք։ Եթե չեն գիտակցում, եկեք այդ բարդ ստորադասական նախադասությունների ձեր փեշերից թափեք եւ կողմ քվեարկեք այս նախագծին։ Կողմնորոշվեք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ գուշակություններ անելը անշնորհակալ գործ է։ Պետք չի գուշակություն անել, թե ինչ է ասելու Գալուստ Գրիգորիչը։ Գալուստ Գրիգորիչը կասի եւ բոլորս կլսենք։ Իսկ այժմ